բոլշևիկի էլ պետք է մեռնել։ Ես կոմունիստ մարդ եմ։ 1946 թվականին ընդունել եմ կոմունիստական կուսակցության շարքերը։ Այժմ էլ կոմունիստ եմ, որ մահանամ նորից կոմունիստ եմ։ Մեկը մեկուն պետք է օգնում, մեկը մեկուն պետք է ոնց ասում հարի հասնել։ Մեկը մի առակ այդպես էլ անեկդոտա։ Դու մի ասել, որ ես կուշտ եմ, չէ՞։ Շատ լավ բան ասում էլի։ Հա, այդպես պետք է։ Թե ոնց եղավ մի ձայն լսեցի, ինչ ձայն էլ չասելու։ Այն ժամանակ, որ Ղարաբաղի հարցը մեջ էր եկել, ես այն կարծեցին է ճիշտ ասած, որ սա ուրեմն ռմբակոծություն է։ Հեչ չէի հասկանում, որ գետին էսպես շարժում էր։ Ես ինչ պատահեց, ես ինչ եղավ։ Խանութը փլվեց։ Խանութի դիմաց գյուղական սովետն է, գյուղական սովետի մի անկյունը փլվեց։ Ես եկա տուն, քարեի գլխով անցա, եկա հարցս դռանը կանգնացա, փոքր թորլիկիս հետ։ Ասացի, Ժեն, այս ինչ ա պատահել։ Ասավ, երկրաշարժ ասավ։ Տունը փլվել է ամբողջովին, փլատակվել է ասել։ Թվականին կինս մահացավ։ Մնացի ես այնպես։ 1988 թվական երկրաշարժի ժամանակ տղաս երկրաշարժի զոհ դարձավ։ Թողնելով կնոջը եւ 3 անչափահաս երեխաների։ Այժմ իմ հարսը 3 երեխաների հետ, 3 թորներից հետ գտնվում է Չուվաշիայում, ինքը Չուվաշ էր իմ հարսը, Չեբոքսարի քաղաքում։ Բան էլ կար եմ ասեմ, երբ որ անձրևները գալիս են, այդ իրանց փողոցը սելավը բերում ու լցնում քարերը, եկել կտեսնես հաջորդ օրը բահա ձերքին այդ ամբողջ քարերը, մաքրեմ, սարքեմ, և եթե մտածում եմ, եթե ամեն մարդ այսօր իր տարածքը, իր այդ փոքր, այսպես ասած, փոքր հայրենիք հետ թաղած այդ ուշադիր նա, ես երկիրը պրոբլեմ չի ունեն, այդ Թամարյանի մտածողությունը այդ առումով նաև եզակի է, տարբերում է նաև համայնքի մնացած մարդկանց։ чего начинается Родина? С картинки в твоем букваре, с хороших и верных товарищей, живущих в соседнем дворе.
А может, она начинается с той песни, что пела нам мать, с того, что в любых испытаниях у нас никому не отнять. С чего начинается Родина? С заветной скамьи у ворот, с той самой березки, что вот 1955 թվին նու տեսնելով ասենք որ այստեղ այնտեղ ուրեմն խմբեր են կազմակերպել են ելույթներ են բան ես էլ որոշեցի ինչ գնով էլ ուզում եմ լինի պետք է կազմակերպեմ բարի խումբ եւ ուրեմն մենք էլ շարունակենք այդ աշխատանքը ճիշտ ասած այնքան մեծ հասակներ չենք բայց հանան մեծ հասակ են կոչում ենք